Սաղմոս 11-րդ Վստահություն Տիրոջ վրա Գլխավոր երաժշտին Դավիթին Սաղմոսը Տիրոջը ապավինեցա Ինչպես իմ անձիս կսեք թե թրջունի պես դեպի ձեր լերը թրջե Վասնզի ահա մեղավորները աղեղ լարեցին իրենց նետերը լարի վրա պատրաստեցին որպեսի մութ ատենը սիրտը շիտակ եղողներուն նետեն Եթե հիմերը կործանին արդարին ինչ պիտի ըլլա Տերը իր սուրբ տաճարին մեջ է Տիրոջ աթոռը երկինքն է Անոր աչքերը կտեսնեն Անոր թարթիշները կքննեն մարդոց որդիները Տերը կքննե արդարը Բայց անոր անձը կատե ամբարիշտը ու բռնություն սիրողը Ամբարիշտերուն վրա պիտի տեղան որոգայթներ Հուր և ծծումբ ու խորշակ Այս պիտի ըլլա անոնց բաժակին բաժինը Քանզի արդար Տերը արդարություն կսիրե Անոր երեսը ուղիղին կնայի Սաղմոս 12-րդ Աղոթմը օգնության համար Գլխավոր երաժշտին Դավիթին Սաղմոսը Ով Տեր փրկե վասնզի սուրբ չմնաց Վասնզի հավատարիմները մարդոնց որդիներու մեջ են պակսեցան Ամեն մարդ սուտ կխոսի իր ընկերին Շողոքորթող շրթունքներով ու կրկին սրտով կխոսի Տերը պիտի կտրե բոլոր շողոքորթող շրթունքները ու մեծախոզ լեզուն Որոնք կսին թե մեր լեզուներովը պիտի աղթին Մեր շրթունքները մերն են Մեր վրա ով պիտի տիրե Աղքատներուն զրկանքին ու տնանքներուն հետության համար Հիմա պիտի ելնեմ կսե Տերը Ազատության մեջ պիտի դնեմ զանիկավորուն կբաղձամ Տիրոջ խոսքերը մաքուր խոսքեր են Հողեբ ովքի մեջ զտված Յոթ անգամ մաքրված արծաթի պես է Ով Տեր դում պիտի պահես զանոնք ու պիտի պաշտպանես այս ազգեն մինչև հավիտյան Ամբարիշտները ամեն կողմ կպտտին Երբ մարդոց որդիներուն մեջ անարգները բարձրանան Սաղմոս 13-րդ Գլխավոր երաժշտին Դավիթին Սաղմոսը Ով Տեր մինչև երբ բոլորովին զիս պիտի մոռնաս Մինչև երբ քու երեսդ ինձ մե պիտի ծածկիս Մինչև երբ մտքիս մեջ հոգեր պիտի ունենամ Ամեն օր սրտիս մեջ տրտմություն ունենալով Մինչև երբ թշնամին իմ վրաս պիտի բարձրանայ Նայե ով իմ Տեր Աստված ու պատասխան տուր ինձի Լուսավորե իմ աչքերս որպեսի մահվանքունը չքնանամ Չլա որ թշնամիս ասե թե հաղթեցի անոր Կամ թե ինձի դեմ կեցողները խնդան իմ սասանելու ատենս Ես քո ողորմությանդ ուսացի Իմ սիրտս քու փրկությունովդ պիտի ցնծա Պիտի երգեմ Տերոջը Վասնզի ինձի բարերարություն ըրավ Սաղմոս 14-րդ Մարդոց անօգնականությունը Գլխավոր երաժշտին Դավիթին Սաղմոս Անզգամը իր սրտին մեջ ասավ թե Աստված չկա Ապա կանեցան ու պիղծ գործեր ըրին Մեկը չկա որ աղեկությունն է Տերը երկնքեն նայեցավ մարդոց որդիներուն Որպեսի տեսնե թե կա արդյոք իմաստուն մեկը որ Աստված կփնտրե Ամենքը խոդորեցան մեկտեղ անպիտան եղան Աղեկություն ընողմը չկա հատնալ չկա Միթե չեն ճանչնար բոլոր աներնեություն ընողները Որոնք հաց ուտելու պես իմ ժողովուրդս կուտեն ու Տիրոջը չեն կանչեր Այն ատեն շատ վախցան քանզի Աստված արդարներուն ազգին մեջ է
աղքատի խորհուրդը շփոթեցուցիկ, սակայն անորույսը Տերն է։ Երանի թե Սիոնեն գար Իսրայելի փրկությունը, Տեր իր ժողովուրդը գերություն են դարձուցած ատենը, Հակոբը պիտի ցնծա ու Իսրայելը ուրախ պիտի ըլլայ։ Սաղմոս 15 Տերը ինչ կպահանջե։ Սաղմոս Դավիթի։ Տեր, ով պիտի կենա քու վրանիդ մեջ, ով պիտի բնակի քո սուրբ լերանդ վրայ, ան որ անմեղությամբ կքալե ու արդարություն կնե, և ճշմարտությունը կխոսե իր սրտեն, ան որ լեզվովը չի զրպարտեր, ընկերին չարություն չի ըներ, և իր դրացի վրա նախատինք չի դներ, որուն արջև անարգված է չարագործը, բայց աստվածավախները կպատվե, երթում կնե իր վնասին ու չի դառնար, իր արծաթը վարձքով չի տար, ու անմեղին դեմ կաշառք չառներ, ով որ ասոն կնե, հավիտյան պիտի չսասանի։